Սենց գնում մինչև որ Զովունից գալիս ես դեպի Քանաքեռավանը սետում, հետո ես էլ աչ ես թեքվում դեպի Կորեայի ձոր։ Որակով է, ուժեղ գործ է, էլ եմ ասում 0-ից ճանապարհն են սարքել։ Այս անգամ է որ երկաթե արգելապատնեշները դրվի, չէ՞։ Շատ լավ է, ժողովուրդը փրկվավ։ Դել ես հանում։ Անտիր ճանապարհը։ Մինչև Զովունի գլխավոր ճանապարհ գնամ։ Հեն ժողովուրդ ջան, գող ես փախնում, լավ գործ ես անում։ Էսի, որ ասում է Չեռնավիկ, հա, տենց են ասում, այդ ասֆալտն է։ Լայնացրել են ամել։ Զովունից գնում ես արդեն Կորեայի ձոր, Երևանի տարածքը։ Նոյեմբերի 3-ն է, այս պահին հսկայական աշխատանքների արդյունքը երևում է, Զովունից դեպի Երևան տանող հատվածում, ժողովրդին ավելի շատ հայտնի Կորեայի ձոր, սա ոնց որ ժողովուրդն են ասում գրունտավոյ ասֆալտն է, ճանապարհը նախ բավականին լայնացվել է, ինչպես նաև մինչև այս գրունտավոյ ասֆալտ փռելը, հենց այդպես էլ ասենք, ասֆալտ փռելը, ամբողջ տարածքը խճապատվել է, լայնած տեսնում եք, անգամ ակնհայտ անզեն աչքով երևում է, որ ճանապարհն ամբողջությամբ լայնացել է։ Հետո բաներ են, չէ՞ դնելու, երկաթե արգելապատնեշներ է դրվելու, արտաքին լուսավորություն, տեղադրվելու է հետագայում արտաքին լուսավորությունն է լինելու LED երկաթե արգելապատնեշներ է դրվելու։ Հիմա որ ասեմ, որ այս ճանապարհը վերջին սովետի քանդվելուց հետո
նման կապիտալ չի վերանորոգում կատարվել, կարելի է ասել, չեմ էլ զլանալ, լավ էլ կասեմ, 0-ից ճանապարհ են սարքել մարդիկ, 0-ից։ Որոշ դատարկալ գլուխներ կասեն, էլի սկսեց կառավարության գովքը անել։ Մարդիկ ստեղ այս ճանապարհը հիշում եմ, ինչ անտանելի վիճակ էր։ Ինչքան էլ լայնացման շնորհիվ այս փլուզված հատվածները սա անվտանգություն 10 մետր ավել է։ 10 մետր, Հիմա տեսնում եք ժողովուրդ ջան, մի քանի ժամանակ հետո այստեղ ճանապարհը ամբողջությամբ կհանձնվի շահագործման։ Տեսեք։ Քանի անգամ այստեղ փլուզումներ տեղի ունեցավ, փրկարարները օրերով հերթապահություն էին կատարում այստեղ։ Գրունտավոյ ասֆալտի հաստությունը նայեք։ Մինչև կամուրջ գնում է, չէ, մինչև կամուրջ։ Մինչև կամուրջ գնում է։ Ժողովուրդ ջան, շատ լավ աշխատանք է, շատ լավ գործ են արել։ Երթևեկությունն էլ կթեթևանա։ Այս վերևներից անընդհատ քարեր էր թափում։ Ընտիր մարդիկ սարքել են, հեսա որ այստեղ բաներ էլա չէ դրվելու են ջրի հեռացման անձրևաջրերի համար։ Այդ հատուկ այդ բաներն էլա դրվելու էլի։ Այս կողմն են կողմն։ Հեսա մինչև հիմա այստեղից տեսեք ժողովուրդ ջան, մինչև կամուրջ, մինչև Երևանի մարզ, Երևան քաղաքի վարչական տարածքի այդ հատվածը արդեն ասֆալտապատումը արվել է, հեսա վերջնական է կարվի։ Մի ամսից, 2 ամսից բաց մի ամսից, մոտարվես մի ամսից արդեն ճանապարհը կհանձնվի շահագործման։ Այս ժողովրդին հալալ է, նույնիսկ շաբաթ կիրակի օրերին են աշխատել, որ օր առաջ ժողովուրդ ջան, վարորդներ ջան, ճանապարհը հանձնեն ձեզ։ Էսա տեսնում եք։ Այս ճանապարհը, այսինքն սարքում էր Լիլիթ 87 SP-էր, չէ՞ թե SP-ն, հա, տնօրենը ոնց է գովում էին։ Վաղարշակ Պետրոսյան։ Հա, Վաղարշակ Պետրոսյան գովում էին, ասում էին հին ոսկորա, աշկը տեսած, ու ինչ ճանապարհ ասում սարքել է, այսա դիտահոր է, հա, ալնելու։ Ջրի դիտահորն է։ Կապիտալնի, չէ, կապիտալնի փոխվել է, Սենց գալ։ Ստե հիշում եմ են ինչ էր այն մարդ։ Բայց մի քանի անգամ արեցիք էլի փլուզվավ, հիշում ես։ Փլուզված սարը իմանա ինչքան է։ Թազա չփլուզվի այն մարդ։ Ասել տեսեք ժողովուրդ ջան։ Սարեն աղագին տաշել եք, տաշել որն է։ 4000 տոհանա Ընտիր կապիտանլի արվել է որակով, չէ։ Այս սարերին չէր անընդհատ սողանք էր, անընդհատ փլուզվում էր, փրկարարները օրերով հերթապահություն էին այստեղ կատարում։
Լավ լենացել է, լավ։ Շատ է լենացել։ Առաջին ինչ էր, 2 ավտո հազիվ էին կարում անցնեին։ Այս սարը չէր։ Ստե պատնեշ չլի, չէ։ Հա, պատնեշ լի, որ հա։ Քարերով գապի։ Հա, էտա, ստեղ է պատնեշած։ Լիլիթ 87 հա։ Էս էլա չէ Լիլիթ 87 անելու պատնեշը, ըհը։ Զրոյս ճանապարհա սարքվե։ Ինչ վերանորոգում, ինչ բան։ Սոված եմ եկոմանը։ Հա գնացեք դուք, ես էլ այսի